ամենաճիշտը համախմբումն էր, որը ցավոք սրտի չի կայացել մինչև այսօր եւ արդեն ցույց է տալիս, որ մինչև ընտրությունները չի կայանա մեծ բուռ համախմբում եւ իշխանափոխության հասնելու միակ ճիշտ ճանապարհը դա էր համախմբել բոլոր ուժերի, բայց մենք հասկանում ենք քաղաքական ուժերը, գործիչները, ղեկավարները չեն կարողանում մի կողմ դնել իրենց ամբիցիաները, ինչի արդյունքում տուժում է Հայաստանը, Հայաստանի պետականությունը եւ տուժում է հայ ժողովուրդը։ Քանի որ Հայաստանի օրենսդրությամբ օրինական ճանապարհը ընտրությունների միջոցով միայն կարելի է Հայաստանում իշխանություն փոխել։ Առավել եւս, երբ այս ժողովրդական բաստիոնում, եթե մեկը մի բան ավելացնում է, իրաց քիմքին հաճելի չի, միանշանակ քրեական գործ եւ նստեցնում են։ Ցավոք սրտի մենք գտնում ենք, որ դեռևս այս տարի դժվար ավարտվի, քանի որ ցկցկվում է բանակցությունները եւ Ուկրաինայի կողմից եւ նրա տերերի Եվրոմիության կողմից, քանի որ նրանց ձեռք է տալի պատերազմը ուկրաինացիների ձեռքերով Ռուսաստանի դեմ, ինչքան հնարավոր է Ռուսաստանին խեղճացնելու։ Նայում ենք Տրամպի երթուղուն, Հայաստանին օգտակար ոչինչ չկա, որը Թուրքիան եւ Ադրբեջանը կոչում են Զանգեզուրի միջանցք, որովհետեւ 99 տարով արտապատվիրակվում է ճանապարհը ԱՄՆ-ին, իսկ ԱՄՆ-ն իրավունք ունի բոլորին տալու։ Բացի այդ, տոկոսային հարաբերությամբ 74-26 Հայաստանի շատ քիչ բան է մնում։ Իրավունք TV-ի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանին, շնորհակալություն պարոն Ղազարյան հրավերն ընդունելու համար։ Պարոն Ղազարյան, 3 աննախադեպ հայտարարությամբ հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը, որ կենսաթոշակները բարձրանում են։ Սա բյուջեով նախատեսված չէր։ Ինչ փոխվեց հանկարծ իշխանության մոտեցումներում եւ որպես սոցիալիստական կուսակցություն ինչպես կգնահատեք այս որոշումը։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Դեկտեմբերին պետության ղեկավարը վարչապետը ասում էր նախ 10400 դրամը ինչ պետք է ունի թոշակառուն, դա թոշակառուին ոչինչ չի տա, բայց դե իրենք պարգևաճարներ են ստանում միլիոններ 7-ից մինչև 9 միլիոն տարբեր այդ սահմաններում։ Իսկ ինչի եղավ այդպես, նախ սկսենք, որ ապրիլի 1-ը ժողովրդի մեջ ընդունված է նաև ապրիլի 1-ը նաև խապելու օր է ընդհանրապես։ Տեսնենք, իհարկե դա եղավ ընդհանուր ճնշման արդյունքում տարբեր քաղաքական ուժերի, տարբեր գործիչների նաև, ինչպես նաև դա նախընտրական է եւ դրանով փորձում են շահել նաև ընտրողների թոշակառուների ձայները, նրանց իրենց կողմը գրավելու համար։ Իհարկե բյուջեում դա նախատեսված չի եղել, բայց երբ գտնեն նրանք հնարավորությունները դրանել դա նախընտրական, այսինքն ոչ մեկը ինչ որ մեկ մյուս կուսակցությունները ուժերը ինչ որ ասեն դա նշանակում է արդեն վերահացում ընտրակաշառքի, բայց սա բնական է, քանի որ իշխանությունը, բայց սա այդ գտնում ենք, որ սա ընտրակաշառքի ձև ընտրություններին ընդառաջ։ Սոցիալական արդարության մասին խոսք այստեղ կարող է գնալ, երբ նվազագույնը փաստորեն բարձրացվում է ավելի շատ, քան այն թոշակառուներին, ովքեր տարիների աշխատանք են ունեցել։ Դա սոցիալական արդարություն չի, դա անարդարություն է, քանի որ ովքեր երկար տարիների աշխատանքի փորձ ունեն, իհարկե նրանց ավելի շատ պետք է բարձրացվեր, դրանք եւ ընդհանրապես թոշակները պետք է բարձրացվի նվազագույն զամբյուղի չափ, գոնե որ թոշակառուն կարողանա գոյատևի եւ դա արդարել չէր եւ տեսնենք թե արդյունքում դա ինչ կլինի, ինչի կբերի, քանի որ դեռևս անհայտ է ապրիլի 1-ին դա կլինի թե չի լինի, իսկ լինելն էլ միևնույն է ոչ բոլոր խավերն են միևնույն է ստանալու եւ դա էլ արդար չի, քանի որ ընդհանրապես աշխատանք չունեցողներն է ստանալու լինը, բազային է նաեւ տարիների աշխատանք ունեցողն էլ։ Պարոն Ղազարյան, 2018 թվականից սկսած մի շարք ապրանքների գներ թանկացել են, այս ֆոնին այս բարձրացումը որքանով, այսպես ասած, կկարողանա փոխհատուցի այն թանկացումները, որոնք առկա են։ Միանշանակ չի փոխհատուցի, որոշ չափով միգուցե մեղմի,
քանի որ շատ է թանկացել ամեն ինչը, անցյալ տարվա վրա այս տարի նույնպես թանկացել է, 24 թվականի համեմատ 25-ին էլ է թանկացել, 25 թվականի համեմատի հունվար-փետրվարին այս տարի էլ ամեն ինչ թանկացել է, թե մսամթերքի գինը, թե բոլոր ամեն ինչի գնն էլ բարձրացել է։ Դու հուսով ենք, որ որոշակի գոնե ինչ որ միտեղ թեթևացել, բայց միևնույն է չի փակի, որովհետև գները մի քանի անգամ թանկացել է, չհաշվենք, չասենք նաև հարկերը, որ հարկերը մի քանի անգամ են ավելացել, որ ժողովուրդը ճկրել է հարկերի տակ, հարկերի, վարկերի։ Տեսեք, մենք գնահատում ենք, որ որոշակի ճնշումների նաև արդյունք էր, հա, սա, սակայն տրանսպորտի թանկացման դեպքում բավականին տևական ժամանակակցիաներ եւ այլն եղան, բայց այդ ճնշումներին իշխանությունը, այսպես ասած, ընդառաջ չգնաց։ Ինչով սա կբացատրեք։ Քանի որ բացատրեմ նրանով, որ իշխանությունը հերթական անգամ դիմեց խորամանկության, մանիպուլյացիայի, որ սկզբական բարձրացրեցին 300 դրամ, նկատի ունենալով շատ ավելի քիչ է, 150-ը, բայց եթե չլեր այդ ճնշումը հասարակական, միանշանակ 300 կան, արդյունքում եղավ 150, որը ամեն դեպքում 50 դրամով թանկացեց տրանսպորտը, ինչպես նայեց տրոլեյբուսն էլ թանկացեց 100 դրամով միանգամից։ Եվ չստացվեց, քանի որ համախմբում չեղավ, քանի որ մեր քաղաքական գործիչների եւ ուժերի մեջ հերթական անգամ եղավ այն ամբիցիաները եւ մեկը մյուսին խանգարել եւ ընդհանուր դաշտով, ընդհանուր ճակատով, եթե պայքարեն, արդյունքը միգուցե ավելի լիներ, չթանկանար։ Այդ ամբիցիաները նաև նկատում ենք այս նախընտրական շրջանում, ուզում եմ անդրադառնանք դրան, դուք այն գործիչներից մեկն եք, ով միշտ բարձրաձայնել եք, որ միասնական ճակատով էր պետք պայքարել, եթե իսկապես ուզում ենք այս իշխանությունը հեռացնել, բայց եկան ընտրությունները եւ արդեն 2 տասնյակից ավել քաղաքական ուժեր պատրաստվում են առանձին գնալ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրության մասնակցելու։ Ինչ կասեք այս իրավիճակի մասին եւ արդյոք այսպիսի ձևաչափով հնարավոր լինելու է հասնել իշխանափոխության։ Ուրեմն իհարկե ամենաճիշտը համախմբումն էր, որը ցավոք սրտի չի կայացել մինչև այսօր եւ արդեն ցույց է տալիս, որ մինչև ընտրությունները չի կայանա մեծ բուռ համախմբում եւ իշխանափոխության հասնելու միակ ճիշտ ճանապարհը դա էր համախմբել բոլոր ուժերի, բայց միևնույն մենք հասկանում ենք քաղաքական ուժերը, գործիչները, ղեկավարները չեն կարողանում մի կողմ դնել իրենց ամբիցիաները, ինչի արդյունքում դժում է Հայաստանը, Հայաստանի պետականությունը եւ դժում է հայ ժողովուրդը։ Պարոն 2021 թվականի փորձը բավարար չէր այսքանը հասկանալու համար եւ նորից նույն ճանապարհով նույն փոսի մեջ չընկնելու։ Փաստորեն բավարար չէր եւ բավական չէր։ Դասեր մենք ցավոք սրտի չենք քաղել, 1-2 նոր ուժ ի հայտ կգան ընտրություններին, բայց դա էլ դեռ հարց այդ ընտրություններին այդ ուժերը միջև վերջ կմնան, կմասնակցեն բուն քվեարկությունների օրը, թե Մոլդովայի օրինակով, ինչպես իշխանությունը սիրում են այդ օրինակը բերել, հնարավոր կլինի այն ուժը, որից լուրջ մտավախություն կարող է հաղթանակի շանսեր ունենալ, կարող են չթողել ընտրության դրան գումարած նաև Եվրոպայի 15 միլիոնը եւ բացի հիբրիդային պատերազմին արդեն Եվրոխորհուրդը, Եվրոպայի պատասխանատուները հայտարարում են նաև խումբ են բերել հիբրիդային, խումբ են բերելու ընտրությունների ժամանակ հիբրիդային այդ պատերազմին միջամտելու համար, այսինքն հիբրիդային պատերազմը միջամտությունն է տվյալ երկրի ներքին գործերին, իսկ արևմուտքին կարելի է, իսկ Ռուսաստանի պարագայում դա չի կարելի, դա համարվում է հիբրիդային պատերազմ։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը որոշում ունի այս ընտրություններին մասնակցելու եւ որևէ ձևաչափի մասին։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը այս պահին կոնկրետ որոշում դեռևս չունի, իհարկե ցանկություն կա մասնակցելու, բայց դրա հետ մեկտեղ մենք շատ լավ հասկանում ենք, սա արդեն բոլորի համար կլինի ճակատագրական, քանի որ առաջկա 5 տարիներին մենք ավելին ենք զիջելու, շատ ավելին Արցախից բացի նաև Հայաստանի տարածքները եւ այդ ինչ արվում է արվելու է Հայաստանի հաշվին։ Դրա համար մենք գտնում ենք, որ ճիշտը համախմբվել միասին գնալն էր, մենք դեռևս փնտրտուքների մեջ ենք ինչ ձևով, ինչ ձևաչափով, բայց ամեն դեպքում մենք աշխատելու ենք մեր լումաններ դնելու այս ընտրություններում, որ այս իշխանությունները չվերարտադրվեն, քանի որ վերարտադրելու դեպքում գտնում ենք, որ Հայաստանը որոշակի ժամանակահատվածի ընթացքում արդեն կարող է գոյություն չունենա, վերածվի թուրքական վիլայեթի։ Այս իշխանությունը իր լոզունգն է դարձրել, որ այս ընտրություններին Գյումրի 2 չի լինելու։ Ինչ կասեք այս մասին։
Ուրեմն Գյումրի երկուսից դա տհաճ չի, դա խուսափել դրանից պետք չի, դա շատ էլ ճիշտ է եղել, դա այն էր, որ ամեն դեպքում ընդդիմությունը փորձեց միավորվել եւ միավորվել շատ ձայն հավաքած տեխնացուի շուրջը, որպեսզի իշխանությունները Գյումրիում չմնային, նույն չվերարտադրվեին։ Իհարկե Էջմիածնում դա չստացվեց, բայց հուսով եք գոնե այս ընտրությունների արդյունքներում այն ուժերը ընդդիմադիր, իրական ընդդիմադիր ուժերը, ովքեր կանցնեն խորհրդարան, ներսում կհամախմբվեն նույն օրինակով, դա այս անգամ կլինի ոչ թե Գյումրի 2, կարող է լինել Երևան 2, բայց արդեն ընդդիմության տեսակետից ոչ իշխանության, որովհետև իշխանության Երևան 1 եղել է։ Սա հանրապետություն կարա 2 լինի, Հայաստան 2, եթե իրական ուժերը անցնելուց հետո միավորվեն, որը մենք միայն դա կողջունենք եւ համոզված ենք, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը նույնպես դա կողջունի։ Պարոն Ղազարյան, եթե մենք գնահատում ենք, որ սա օկուպացիոն ռեժիմ է, իրենց այդ սահմանադրական ընտրական ճանապարհով այսպիսի հնարավորություն տեսնում եք հաղթանակի։ Ուրեմն Հայաստանում այլ տարբերակով այս պահին հնարավոր չի, քանի որ 20 թվականից հետո մի քանի անգամ փորձարվել է, ոչինչ չի ստացվել, էլի այլ պատճառներով ղեկավարների, քաղաքական ուժերի, լիդերների ամբիցիաների արդյունքում դա չի ստացվել։ Իսկ հիմա նաև սրբազան պայքարը մեր աչքի առաջ չստացվեց եւ ճիշտը գտնում ենք այս պահին ամեն դեպքում ընտրություններին գնալն է չբացառելով ոչինչ ընտրության ժամանակ եւ ընտրությունից հետո հետընտրական գործընթացները։ Այս պահին դա է, քանի որ Հայաստանի օրենսդրությամբ օրինական ճանապարհը ընտրությունների միջոցով միայն կարելի է Հայաստանում իշխանություն փոխել։ Առավել եւս, երբ այս ժողովրդական բաստիոնում, եթե մեկը մի բան ավելացնում է, իրաց քիմքին հաճելի չի, միանշանակ քրեական գործ եւ նստեցնում են։ Իդեպ այս պարադոքսը ինչպես կբացատրեք, պարոն Ղազարյան։ Մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում բոլոր կալանքները քիչ-քիչ փոխվեցին տնային կալանքների, բայց Վարդան Ղուկասյանը, ով առողջական լուրջ խնդիրներ ունի, խոսքը Գյումրի քաղաքապետի մասին է, շարունակում է մնալ կալանքի տակ։ Ինչու՞։ Ուրեմն մենք մեր աջակցությունն ենք հայտնել, հիմա էլ հայտնում ենք եւ պայքարում ենք Վարդան Ղուկասյանի ազատության համար, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, ինչպես նաեւ կոմունիստական ուժերը, որոնք միավորված են նաև խորհրդային միության, նախին խորհրդային միության հանրապետությունների կոմունիստական կուսակցությունների միության մեջ, ինչպես նաև այլ ուժեր եւս Վարդան Ղուկասյանը, որպեսզի շուտապույտ ազատվի, քանի որ նա ունի նաև առողջական խնդիրներ եւ որը մոտակա ժամանակներով Եվրո խորհրդանի նաև ձախերը, նաև մեր ընկերների օգնությամբ այնտեղի այդ հարցը նույնպես բարձրացվելու են, որ Վարդան Ղուկասյանը հնարավորինս շուտ ազատվի, իսկ ինչ վերաբերում է տնային բոլորը մեղմացվում են Վարդան Ղուկասյանին ոչ, քանի որ Գյումրին դա իրենց համար լուրջ քաղաք է, լուրջ բաստիոն է եւ Գյումրիում նրանք չեն ուզում որ կորցնել իշխանություն, իհարկե կորցրած այս պայդարությամբ, բայց ամեն դեպքում որ կարողանան իրենց ցանկալի արդյունք ունենան Գյումրիում։ Իսկ Վարդան Ղուկասյանի նման քաղաքապետը ժողովրդի կողմից ընտրված, ես նկատի ունեմ նաեւ ընդդիմությունն էլ ժողովուրդն էլ ձայն տվել նրանց, բոլորով միասին նրան բոլորն էլ հարգում են եւ այդ աշխատանքով նա ամեն դեպքում ճիշտ է կաշխատել եւ ամեն դեպքում չելնի այն ինչ որ կարող է լինել, ինչ որ մենք տեսել ենք մնացած տեղերում ընտրությունների ժամանակ։ Դա է, իսկ տնային կալանքի ինչի Վարդան Ղուկասյանին չեն տալիս, որովհետև նրանից ավելի շատ են սարսափում, քան մնացածներից, իսկ տնային կալանք տալեն մենք նաև հաշվի ենք առնում իշխանությունը երևի լավ խորհրդատուներ ունի, հասկանում են որ քանի որ փակ են, այնքան այդ ընթացքում ավելի ռեյտինգը բարձրանում է, որպես քաղբանտարկյալ եւ մենք գտնում ենք Վարդան Ղուկասյանը նույնպես քաղբանտարկյալ է, որովհետեւ իր մտքերի Հայաստանի համար է դատապարտված, քանի որ քրեական գործով ոչինչ ապացուցված չի, ոչ էլ հնարավոր չի ապացուցել, որովհետեւ դա չկա, երկրորդ քրեական գործներ որ հանել են, որովհետեւ դա աբսուրդ էր Հայաստանի կոմունիստական կուսակցությունը իր գրանցման պահից Ռուսաստան Բելարուս միության գաղափարը միշտ էլ բարձրացրել է, դա տարբերակ է, դուք առաջարկում եք Եվրոմիություն, մենք առաջարկում ենք նման միություն։ Ինչի նա իրավունք ունի տեղի ունենալու, կյանքի կոչվելու, իսկ դա իրավունք չունի։ Եթե դա է, ուրեմն դրեք հանրակրվեն նայել, որը ժողովուրդը կընտրի, թող նա ընտրի։ Այսինքն ամեն դեպքում մենք էլ իրավունք ունենք, մեր իրավունքն էլ դա է։ Իսկ դա պետք չի կարելի սահմանափակել, դա նաև օրենքներով է, նաև սահմանադրությամբ է։
Ամեն դեպքում սա տեղիք տվեց նրան, որ մարդիկ մի քիչ զգուշանան, հա, միութենական պետության մասին խոսելուց, նկատի ունենալով Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործերի օրինակը առանց խորանալու։ Ի վերջո դրա համար էր մեղադրվում, թե դրա համար չէր մեղադրվում։ Այս զգուշության վերաբերյալ ինչ կասեք եւ արդյոք հանրային ընկալումներում հասկացվեց, որ Եվրամիության այլընտրանքը ի վերջո Ռուսաստան-Բելարուս միութենական պետությունն է ընդամենը։ Դա հասկացվեց, բայց մտավախություն իհարկե ուժերի մոտ կա, այնպես չի, որ այդ ուժերը բարձրաձայնում էին, հատուկ են ուժեր են բարձրացրել Ռուսաստան-Բելարուս միությանը միանալու կամ ընդհանրապես միութենական պետությանը վերաբերող հարցին, եւ այդ հարցը իհարկե իր տեղն ունի, քանի որ մենք տեսնում ենք Հայաստանը միայն օգուտներ ունի Եվրասիական տնտեսական միությունը, որ գտնում է եւ հաստատ կլինի նրա օրինակը, վառ օրինակը միության դա Բելարուսն է եւ Բելարուսը այսօր շատ ավելի լավ վիճակա, քան չասենք Ուկրաինայում իհարկե վիճակ չկա, թե Մոլդովայում, թե ժամանակին Վրաստանում էր, որոնք արևմուտքի ուժերն էին, արևմուտքից բերված մարդիկ են եւ Եվրամիության ջատագովներն էին։ Ռուս-ուկրաինական պատերազմի 4-րդ տարին լրացավ պարոն Ղազարյան, ինչ եք կարծում, արդեն հասնում ենք այն կուլմինացիային, որ ի վերջո այս պատերազմի վերջակետը կդրվի, թե դեռ դրան տևական ժամանակ պետք է։ Ցավոք սրտի մենք գտնում ենք, որ դեռևս այս տարի դժվար ավարտվի, քանի որ ցկցկվում է բանակցությունները եւ Ուկրաինայի կողմից եւ նրա տերերի Եվրամիության կողմից, քանի որ նրանց ձեռք է տալի պատերազմը ուկրաինացիների ձեռքերով Ռուսաստանի դեմ, ինչքան հնարավոր է Ռուսաստանին խեղճացնելու։ Իհարկե ուկրաինական ժողովուրդն էլ մեզ բարեկամ ժողովուրդ է, նկատի ունեմ ուկրաինական ժողովրդին, ոչ ուկրաինական այսօրվա ֆաշիստական իշխանությունը, այլ է ժողովուրդը, եւ մենք ունենք նորմալ հարաբերություն այլ ուկրաինացի ժողովրդի հետ, բայց ցավով ասում ենք, որ պատերազմը դեռևս կշարունակվի եւ երկու կողմից էլ զոհեր կան։ Իհարկե մենք բոլորս կողմնակիցն ենք, որ հնարավորինս շուտ ավարտվի եւ այն խնդիրները, որ դրված է Ռուսաստանի առաջ, այդ խնդիրները կատարվի, քանի որ Ռուսաստանը 8 տարի նայում էր, ամբողջ աշխարհը տեսնում էր 2014 թվականից ոչ մի բան չէր ձեռնարկում եւ արդեն ՆԱՏՕ-ն արևմուտքը արդեն Ռուսաստանի սահմանների մոտ էր, որը անթույլատրելի է, քանի որ արդեն նրանք շրջափակման վերցին մեջ են վերցնում Ռուսաստանը օգտագործել Ուկրաինան, որը մինչև այսօր է շարունակում այդ օգտագործելը։ Պարոն Ղազարյան, Հայաստան այցելեց ԱՄՆ փոխնախագահ Վենսը եւ առաջին ակնկալիքը այն էր, որ իր այցով պայմանավորված տարածաշրջան գոնե գերիների վերադարձի հարց կլուծվի։ Մենք դրանից հետո տեսանք դատապարտումներ ՑՄԱՀ-ից մինչև 20 տարի ազատազրկում մեր ռազմաքաղաքական ղեկավարության Արցախի։ Ինչ կասեք ընդհանրապես այս այցի եւ դրա օգտակարության գործակցի հետ կապված։ Այցը կարելի է համարել ճակատագրական Հայաստանի համար, քանի որ դրանից հետո շարունակվում են նաև Հայաստանի կողմից զիջումները, եթե նայում ենք Տրամպի երթուղուն, Հայաստանին օգտակար ոչինչ չկա, որը Թուրքիան եւ Ադրբեջանը կոչում են Զանգեզուրի միջանցք, որովհետև 99 տարով արտապատվիրակվում է ճանապարհը ԱՄՆ-ին, իսկ ԱՄՆ-ն էլ իրավունք ունի բոլորին տալու։ Բացի այդ տոկոսային հարաբերությամբ 74-26 Հայաստանին շատ քիչ բան է մնում։ Այն դեպքում, երբ որ ադրբեջանցիները, եւ ոչ միայն ադրբեջանցիները, նաեւ թուրքերը անցնեն գնան, ինչ բեռ որ ասնի, դա մեր մաքրավորների կողմից դա չի ստուգվելու, քանի որ նրանք հետին պլանում են լինելու, գալու գնալու են, այսինքն վերահացվելու շուկայի եւ շունը տիրոջը տեղ չի ճանաչելու եւ Հայաստանը օգուտներ չի ունենալու, իսկ ԱՄՆ-ն էլ կարող է իր 74% պատվիրակել, իսկ մենք համոզված ենք, որ ոչ թե չի բացառում, այլ համոզված ենք, որ այդտեղ դերակատարում ունեն թուրքական եւ ադրբեջանական ընկերները, որոնք շատ ավելի հարուստ են եւ ունեն կապված ծրագրերը պանթուրքիզմի ծրագիրն է, ինչպես ասում են, Թուրքի անունն է փոխվել, բայց Օսմանցու ծրագիրը չի փոխվել։ Դեռևս այն 1800-ական թվականների կեսերից մինչև այսօր գալիս է պանթուրքիզմի ճանապարհը Հայաստանը միշտ նրանց կողքին կանգնած սեպ է եղել, որը հաջողությամբ այս իշխանությունների օրոք ստացվում արդեն լուծել, իսկ դա ոչինչ չի տալու եւ մեկ անգամ եւս Վենսը նա հայտարարեց, որը դա նույնպես մենք համարում ենք հիբրիդային պատերազմ, միջամտություն Հայաստանի ներքին գործերին, եթե դուք ասում եք Ռուսաստանն
Հայաստանի ներքին գործերի խառնվում, միջամտում, այսինքն հիբրիդային պատերազմ, նույնն էլ ԱՄՆ-ն նրանք էլ իրավունք ունեն Հայաստանի ներքին գործերի խառնվել։ Չնայած ԱՄՆ-ն այսօր ամբողջ աշխարհում փորձում է վերականգնի միաբևեռ աշխարհը իր ազդեցությունը անտեսելով տարածաշրջանի խաղացողներին, այսինքն դուրս թողնելով Ռուսաստանին եւ Իրանին, որոշակի չափով նաեւ Չինաստանին, քանի որ հյուսիս-հարավ ճանապարհը դա ավելի օգտակար է նաեւ Չինաստանին, իսկ այս ճանապարհով արևելք-արևմուտքով նաեւ նեղացվում է նաեւ Չինաստանի տնտեսական հզորությունը, լոգիստիկ խնդիրները եւ դրանք են առաջանալու են։ Իսկ ինչ որ վերաբերում է նաեւ դա կապված է տարածաշրջանում նրանք ցույց տան, որ իրանք գալիս են այս տարածաշրջան ԱՄՆ-ն փոխնախագահի տեսքով եւ դրանից բացում, երբ որ առաջարկեցին Հայաստանին միլիարդավոր դոլարների ներդրում, դա Հայաստանին չէր այդ ներդրումը, այդ ներդրումը անելու է Հայաստանի ժողովուրդը, հասկանալով, եթե այս իշխանությունը մնա վերարտադրվի, նորից վարկեր են վերցնելու, որը հիմա արդեն 14 միլիարդից ավել է Հայաստանի վարկերը, որը մենք եւ մեր երեխաներն ու թոռներն են վճարելու, այլ նրանք դրանով դա իրենց ընկերություններին հնարավորություն են տալու, նրանց են տալու, որ այս սարքավորումները բերեն Հայաստան, բայց վճարելու է Հայաստանը դրա համար։ Դե մենք գիտենք դա առաջի անգամ չի այդ վարկերը ոնց է արվում, տեխնիկական process խումբ եւ այլ, այսինքն այդ գումարները վճարում են իրեն, ովքեր գալու են մասնագետ են աշխատեն, բայց ժողովուրդը պետք է դա վճարի։ Եվ ավելին ասեմ, այդ էներգակիրների առումով, որ նորից ուզում են Ռուսաստանին դուրս մղել, նաեւ դա Թուրքիայի եւ ադրբեջանցիների երկար տարիներ դրա համար պայքարել է, որ փակվի Մեծամորի ատոմակայանը, այդ ամեն ինչ տանում է դրան, չնայած հաջորդ օրը հակառակ հարցը եղավ իշխանությունների կողմից, որ հիմա կա բանակցություն են վարում 10 տարով ավելացնեն, հետո եւս նորից 10 տարով, դա եւս մանիպուլյացիա է եւ էներգակիրները դա մոդուլային ռեակտորներ են առաջացնում, ուտեղ էլի Ռուսաստանին հանելի դուրս, քանի որ Թուրքիայում էլ նույն Ռուսաստանը կայացում մնացած տեղերում էլ։ Եվ դա շատ ավելի էժան եւ արդյունավետ է։ Մոդուլային ռեակտորները նախ ԱՄՆ-ն դեռևս չունի պատրաստի, ոչ միտեղ կառուցած չունի, դա կա մի հատ Ռուսաստանում, կա երկու հատ Չինաստանում։ Բայց դա ուրեմն հազարավոր կիլոմետրերի վրա փոքր տարածքում, բնակավայրերում աշխատել, դա արդյունավետ է, միայն դրա համար արդյունավետ, բայց նա այնքան թանկ է, այսինքն ինքը ինչքան էլ էժանացրել է նրա գինը, բայց միևնույն է արտադրող էներգակիրները ինքնարժեք այնքան բարձր, ամեն դեպքում դա ոչ շահավետ է լինելու Հայաստանի համար։ Իսկ մենք չենք հասկանում, չէ՞ շատ լավ էլ կռայում ենք Հայաստանի իշխանությունների, ինչի համար են նաև դրան գնում։ Եվ դրանից բացի հիմա նաև առաջացավ նաև երկաթգծի խնդիրը, որը կոնցեսիոն կառավարմանը տված Ռուսաստանին 49 տարով վարչապետի խոսքերով ինչ որ հարցեր, խնդիրներ կարող է առաջանալ Հայաստանը տեղից պարտվի, սկաներեք Հայաստանը որտեղ է հաղթած դուրս եկել եւ որ հիմա պետքա տեղից հաղթած դուրս գա, չնայած Հայաստանի, Ռուսաստանի հետ երկաթգծերը դա օգուտ է միանշանակ օգուտ է տվել այս ընթացքում։ Իսկ դա այդ խնդիրն է, որ նաեւ Ռուսաստանին այդ հարցում էլ զրկեն, երկաթգիծները չի բացառում վաճառեն այլ երկրների, որը այլ երկրներ հաստատ կլինեն Թուրքիան եւ Ադրբեջանը, որովհետև ինչպես մենք գիտենք Ամերիկա բանկը, որ վաճառեցին վրացական բանկին, բայց արդյունքում բաժնետերերը ուրիշ են եւ նրանց մեջ կան նաեւ թուրքեր, ադրբեջանցիներ։ Ավելին, վեսը երբ որ պայմանագիր կնքեց Ալիևի հետ, իհարկե այնտեղ ասում են, որ բարձրացել է նաեւ գերիների հարցը, բայց ոչ մի հարց էլ չի լուծել մինչեւ այսօր։ Ալիևի կողմից դա հաղթաթուղթ է Հայաստանին, որ պարտադրի նոր զիջումներ մինչեւ ընտրությունների, թե սահմանադրության, թե մնացած հարցերով, թե տարածքային հարցերով։ Իսկ ինչու երկաթգծի հետ կապված, երբ որ խնդիրներ են իրենք տեսնում, այդ նույն խնդիրներն ու հարցերը չեն առաջանում ֆրանսիական վիոլա ջրի հետ կապված։ Երբ որ ամբողջ այդ ջրամատակարարման համակարգը տապալված է, հիմա էլ մեկ հայտարարում են, որ այս ամառվա ամիսներին ժամով ենք տալու եւ վերջում էլ տենց հաղթանակած ասում, որ կառավարության միջամտությամբ չի լինելու։ Մինչդեռ անցած տարիներին էլ, հա, մենք հիշում ենք, որ այդ ջրանջատումները եղել են ամառվա ամիսներին, կան թաղամասեր, որոնց ջրանջատումները ընդհանրապես արդեն դարել են նորմ, ինչու հարցեր չեն առաջանում վիոլա ջրի հետ կապված։ Դե վիոլան քանի որ ֆրանսիական է, այսօրվա իշխանությունները համարում են Ֆրանսիան բարեկամ երկիր, բայց Ֆրանսիայի բարեկամությունը միայն խոսքերով չի, քանի որ միայն եղել է հայտարարություն ամբողջ ընթացքում պատերազմի ժամանակ էլ Արցախի դրանից հետո էլ դրանից առաջ էլ բուն իրական գործերով, եթե հիշենք նույն
խորհրդարանը Ֆրանսիայի ընդունում էր մի որոշում, քանի որ այնտեղ հայերը ունեին նշանակալի ազդեցություն թե աջ թե ձախ թևերի վրա, բայց ամեն իշխանությունն ասում էր դա մեր կառավարության օրակարգում չկա նման հարց։ Դա առաջին անգամ չի, եթե նայեք պատմությանը նաև կարանք հիշել 21 թվականը 1900 Կիլիկյան Հայաստանը, երբ գիշերով սմբակների տակ շոր էին փաթաթել ֆրանսիացիները դուրս էին եկել, հանկարծ հայերը չհասկանան, որ դրանք թողնում փախնում են։ Փախան, տվեցին տարածքը Թուրքիային եւ արդյունքում ջնջվեց նաեւ Կիլիկյան Հայաստանը։ Դրա համար իսկ Վիոլա ջուրը իհարկե դուք ճիշտ եք նկատեցիք, որ վերջին տարիներին հատկապես ամառը հա ջուրն անջատվում է, նաեւ ջրի որակներն են փոխում շատ եւ այս անգամ էլ նորից այդ խնդիրը առաջանալու էր, այստեղ միգուցե նաև մանիպուլյացիա կա, քանի որ իշխանությունը ցույց տա նախընտրական տարիա, տեսեք մենք ժողովրդի համար ինչ որ բան արեցինք, դրա համար միանգամից մի քանի ժամվա մեջ եղավ հակառակ հայտարարությունը, որ իշխանությունը հասավ դրան, կառավարությունը բանակցությունների միջոցով այդ իրավիճակը փոխվեց, բայց տեսնենք դրանից հետո ինչ կլինի, որովհետեւ ոչ մեկս չգիտենք, նույն ոնց որ թոշակները հունիսից հետո ոնց կլինի, գները ինչքան կբարձրանան, որը միշտ երբ եթե ինչ որ մի բան բարձրացնել, մի քանի անգամ ավել բարձրացնել են գները, նույնը նաև ջրի հարցը։ Պարոն Ղազարյան, ամեն դեպքում Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ասում է, հանկարծ եթե քաղաքացիական պայմանագիրի իշխանություն չեղավ, խաղաղություն չի լինելու, թրիփ չի լինելու, արհեստական բանականություն չի լինելու, այսքանից հետո ժողովուրդը ինչպես պիտի կողմնորոշվի եւ ինչպես պիտի ընտրի այլ ընտրանքը, երբ որ փաստորեն իշխանությունը այսպիսի ապագա է իրենց խոստանում։ Իշխանության էկոնոմիկայի նախարարը, որը միջև հեղափոխություն այլ հայացքների դերել եւ այլ իշխանության մեջ է փորձում մաս կազմել։ Ֆիկտիվ կուսակցական։ Իհարկե, գիտեք ինչ, հիմա ամեն ինչ հնարավոր է ասել, ամեն ինչ էլ երկու կողմանի է ամեն դեպքում ապացուցվում կամ փաստերը կարելի է բերել, դե մանիպուլյացիան էլ հենց դա է։ Իսկ նաեւ պոպուլիզմը եւ մանիպուլյացիա, երբ որ ասում են, եթե իրենք չվերարտադրվեն, նշանակում է կլինի պատերազմ, չլինի խաղաղություն։ Ուրեմն բոլոր ընդդիմադիր ուժերն, Հայաստանն էլ, հայ ժողովուրդն էլ կողմնակից են խաղաղության։ Խաղաղություն, բայց իրական խաղաղության։ Խաղաղություն արժանապատիվ խաղաղության, ոչ թե Հայաստանի հաշվին, ի վնաս Հայաստանի խաղաղություն։ Դա խաղաղություն չի լինում, իսկ խաղաղություն լինում է, երբ դու ուժեղ ես, ունես ուժեղ բանակ, երբ քո հետ հաշվի են նստում, երբ որ դու սուբյեկտ ես, ոչ թե օբյեկտ, որ դու գործ ունես, այլ ոչ թե գործիք։ Ցավոք սրտի մենք այսօր Կովկասյան վաղրից վերածվել ենք գործիքի։ Մեզ միայն օգտագործում են եւ մեր տեղը որոշումներ են կայացնում։ Դա գալիս է այդ ամեն ինչը տեղից, դա խաղաղության մասով։ Ինչ որ մեմա տրիպի երթուղին դա հələ հարց է, դա միայն ծրագիր է, աշխարհաքաղաքական այլ լուրջ խնդիր է, որին դեմ են ինչպես նաեւ թե Իրանը, թե Ռուսաստանը, առավելևս դեռևս ոչ մեկ չի իմանում ոնց որ ասում են գետնի վրա դա ինչ է տալու, ինչ անելու, քանի որ տեղը ունի եւ Ռուսաստանն իր շահերը եւ ունի Իրանը, ինչպես նաեւ ես ասացի, նաեւ Չինաստանն ունի իր շահերը, դա էլ հարց է։ Իսկ նոր ղեկավարը, խելոք ղեկավարը ավելի լայն մտահորիզոն ունեցող, իհարկե իր բարեկամների հետ իրավիճակը չի վատացնի, չի ոչնչացնի դարավոր կապերը չբացառելով իհարկե նաեւ մյուս երկրների հետ, քանի որ Հայաստանը փոքր երկիր է, շրջապատված է երկրներով մեզ մեղմ ասած ոչ հայրասկամ եւ բարեկամ երկրներով, այդ ընթացքում Հայաստանին պետք են նաեւ երաշխավորներ եւ մենք գտնում ենք այս պարագայում ոչ թե մեկ, այլ մի քանիսն է պետք որ լինի խաղաղություն, վերջնական հաստատված եւ նաեւ կարողացի օգտագործի նաեւ այդ ճանապարհն էլ մնա ճանապարհ, եթե երթուղը այդպեսի մնալու է, մենք գտնում ենք ճիշտ է հյուսիս-հարավ միջանցքն է, բայց եթե մնալու է, մնա իշա Հայաստանի պետականության եւ հայ ժողովրդի եւ ոչ թե ինքնիշխանության կորստի։ Գիտեք ինչ, ամեն օր, ամեն ժամ ինքնիշխանություն ասելուց դա դեռևս չի նշանակում, որ դու ինքնիշխանության տեր ես, ինքնիշխանություն ունես։ Ինքնիշխանություն ես, երբ որ դու ուժեղ բանակ ունես, հզոր տնտեսություն ունես, ցավոք սրտի այսօր Հայաստանը ոչ մեկը ոչ մյուսը չունի։ Եվ այդ բացակ արար լեռն այսօր արագածով է փոխվել, էլ մեր ձեռքբերումները դա որն է, որտեղ է գտնում ենք, որ խելոք ղեկավարը, նոր իշխանությունը կարողանա հարթել
այդ ամենը ի օգուտ Հայաստանի հայ ժողովրդի։ Դե հանրային հեռուստատեսության հաղորդավար Պետրոս Ղազարյանը հարց էր տալիս, թե ինչպես եք պատկերացնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փող դնի այդ ճանապարհի վրա, բայց վերահսկողությունը նաև Ռուսաստանի կողմից իրականացվի։ Նախ սկսենք ընդդեմ դե քարոշտությունն է իշխանության համեկը, ինչպես նաև իհարկե հաղորդման հեղինակը Պետրոս Ղազարյանը պետք է իշխանության հրահանգները կատարի, դա մենք բոլորս էլ հասկանում ենք։ Իսկ ինչ մնում է, որ Ամերիկան գումար դնի, նայեք, Ամերիկան բոլոր տեղերը գումար ա դրել, Ամերիկան մտել է։ Ամերիկայի դուրս գալուց հետո այդ երկրներում ինչ է մնացել։ Յուգոսլավիաներ, Սիրիաներ, մինչև այսօր քրդերի ինչ արեցին։ Ամենամոտ դաշնակիցներ քրդերն էլ համարում են ԱՄՆ-ն ամենամոտ դաշնակիցը։ Ինչ եղավ քրդերի հետ։ Լիբիայում ինչ եղավ, Աֆղանստանում ինչ եղավ, փախան, միևնույն է, որտեղ մտնում է, դա է, դա ավերածություն կոտորած է եւ գաղութացնում է, փորձում է գաղութացնել ամերիկյան պետքարտուղար գոյություն ուներ Հենրի Քիսինջեր, որ ասում էր ԱՄՆ-ի հետ թշնամի լինելը վտանգավոր է, Ամերիկային ԱՄՆ-ին բարեկամ լինելը դա մահացու է։ Հիմա խնդրենք, որ մեզ չեն ընդունում, մեզ չեն հավատում, մեզ են ասում ռուսամետ, մենք ռուսամետ չենք, մենք հայամետ ենք, որը գտնում է պետք է ունենալ նորմալ հարաբերություններ, խորացնել հարաբերությունները բոլոր բնակավարներում Ռուսաստանի հետ առաջնահերթ ռազմավարական գործընկերոջ հետ, իհարկե չբացառելով նաև հարաբերություններ մնացած երկրների հետ, որը կլինի իշը Հայաստանի։ Առաջնահերթ Ռուսաստան, Չինաստան, մեր հարևան նաև Իրան ու այդպես շարունակ։ Իսկ Ամերիկան ինչ էլ որ դնի, միևնույն է, նա որպես բիզնես մի քանի անգամ ավել միևնույն է տանելու է, ոչ մեկի համար գաղտնիք չի Սյունիքի հարստությունը, հիմնականում նաև այդ հարստությունը Թուրքիայի, Ադրբեջանի համար ոչ, բայց Բրիտանիայի եւ եվրոպական երկինքն եւ ԱՄՆ-ի համար հատկապես այս վարչակարգ հանրապետական Դոնալդ Տրամփի ժամանակ միայն այդ էներգետիկ ռեսուրսներն է եւ հանքային ռեսուրսներն է, որ նրանց հետաքրքրում է, քանի որ բոլորը գիտեն ահռելի հարստություն կա Սյունիքում, դրա համար բոլորը նրանք ուզում են դրան տեր դառնալ։ Պարոն Ղազարյան, ամփոփելով մեր զրույցը, ինչպես պիտի քաղաքացին այս ընտրություններում կարողանա կողմնորոշվել։ Օրինակ, կան քաղաքական ուժեր, որոնք արտաքին առումով կարծես թե Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից են, բայց երբ որ օրինակ հարցնում ես միութենական պետության հետ կապված, սկսում են շրջանցել ինչ-որ կերպ այդ հարցը, եւ ընդհանրապես այս հենց ընտրությունները գալիս է, մոռանում են, որ բոլորը 8 տարի շարունակ ուզում էին այս իշխանությանը հեռացնել եւ իրար դեմ է ընդդիմադիր ուժերը սկսում պայքարել, հիշելով թե վերջո ով բերեց Նիկոլ Փաշինյանին, ով չբերեց, ով ինչ մասնակցություն ունեցավ, ի վերջո քաղաքացին ում վրա հույս դնի եւ ինչպես կողմնորոշվի այս բազմաբնույթ, տարաբնույթ ուժերի մեջ։ Ուրեմն մեր նկատառումներով կլինեն մի քանի խոշոր ուժեր, դաշինքներ։ Այդ դաշինքների մեջ ժողովուրդը ում ցանկանա թող նրան էլ ձայն տա, ճիշտ կողմնորոշվի ոգով ու սրտով եւ նայելով ապագային, այս իշխանության բերած ապագային չի, սա ապագա չի, այստեղ ոչ մի ապագա չկա։ Ճիշտ կողմնորոշվեն այդ ուժերից որևէ մեկին ձայն տալով, քանի որ իշխանությանը 8 տարի տեսել են, բերում է միայն ավերածություն, միայն վնաս, մենք միայն տուժում է Հայաստանը, միայն կորցնում է, ոչ մի բան ձեռք չի բերում։ Չգիտեմ, միգուցե իշխանությունը ինչ որ դիվիդենդներ ձեռք է բերում, բայց հաստատ ոչ Հայաստանը, ոչ էլ ժողովուրդը ձեռք չի բերում։ Իսկ ինչ մնում է այդ ռուսական, գիտեք, լայն է դաշտը, ռուսական ուժեր շատ կան դաշտում։ Եվ այդ ուժերը նայելով, տեսնելով, իրավիճակին հարմարվելով աշխատում են, երբ որ ոնց որ ասում են հյուսիսից քամի փչելու դեպքում ցույց տան, որ հյուսիսի կողմնակից են, եթե ոչ փորձում են մի կողմ քաշել, չեզոք դիրքում, իհարկե ցավոք դա միջև այսօր շարունակվում է եւ սրանից հետո էլ կշարունակվի, բայց իրական ուժերը միգուցե ճիշտ կլիներ նրանք էլ հանդես գային մեկ ճակատով, տեսնենք դեռևս առաջադրմանը ժամանակա ոնց կստացվի, ժողովրդին թող գնան ընտրության, ինչքան հնարավոր է շատ գնալը դա պակասացնել այս իշխանության վերարտադրման հավանականությունը, չնայած մենք հասկանում ենք այս իշխանությունը, ինչպես Լենինն էր ասում, կապիտալիզմը եւ կապիտալիստը իր իշխանությունը եւ իր հարստությունը պահելու համար, որը նա ձեռք է բերել ոչ
քրտնաջան աշխատանքով դրա համար պատրաստ է ամեն ինչի եւ մենք վստահ ենք որ այս իշխանությունը էլ պատրաստ է ամեն ինչի որովհետեւ մենք դեպ Գյումրիում եւ Էջմիածնում տեսանք որ արդեն նորից եկել են 90-ական թվականների մեթոդներ լուսեն անջատել լրություններից հետո կես ժամով եւ դրանից բացի արդեն կարող է նոր վերջերս 2 օր առաջ որոշում ընդունեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որ քաղաքացին կարա իր գրանցման վարից դուրս գա, գնա ժամանակով մի ուրիշ տեղ էլ գրանցվի։ Այստեղ հարց է ծագում, այստեղից դուրս եկավ գնաց մի ուրիշ տեղ, իսկ այնտեղ այդ նույն չի մնալու իր անունը, ազգանունը, այդ նույն ցուցակում, որտեղից դուրս եկա, այսինքն դառնում է կրկնակի քվեարկություն։ Եթե նույն անձը չի քվեարկում, նա կարող է ուրիշ տեղամասում քվեարկի, բայց իր տեղամասում իր տեղը մի ուրիշը քվեարկի։ Դա հարցերը խնդիրներ առաջացնում, որ այս իշխանությունը լուրջ պատրաստում է այդ ընտրությունները եւ կխնդրենք մեր ժողովրդին, որ զգոն լինեն եւ կարողանան թացը չորից տարբերել։ Մեկ ճշտում, պարոն Ղազարյան, ձեր խոսքից ես ճիշտ ընկալեցի, որ կոմունիստական կուսակցությունը պատրաստ է, այսօր էլ պատրաստ է լայն դաշինքի, թե այնուհանդերձ հակված եք առանձին մասնակցության, եթե որոշում կայացնեք։ Այս պահին քննարկում ենք մենք բոլոր տարբերակներն, դեռևս որոշում չունենք եւ որոշում քանի որ չունենք, ես ժամանակից շուտ չէի ուզենա ինչ որ բան ասել, բայց միանշանակ կարող եմ ասել, որ մենք այս ընտրություններին մեր էլեկտորատով մեր հնարավորությունների սահմաններում մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանը դառնա ավելի լավ Հայաստան, Հայաստանը իսկականից լինի ինքնիշխան Հայաստան, Հայաստանը բարեկամություն անի իր հարևանների հետ, եթե դրան մնա մեզանից լավ ոչ մեկը չի իմանում, նաև հարևանություն անել կարող 70 տարի կողքի ապրել, եթե դա փորձեն մեզ վերագրել, մենք շատ ավելի լավ գիտենք ձևը եւ այլն, որ 70 տարի ամեն դեպքում հանգիստ Ադրբեջանը նստած նման խնդիրներ չի առաջացել։ Իհարկե եղել են ինչ-ինչ հարցեր, բայց ամեն դեպքում չի առաջացել։ Մենք գիտենք դրա ձևը, քանի որ մենք գիտենք նաև ինչ բանը պետականությունը եւ պետական շինարարության կողմնակից կուսակցություն ենք եւ 70 տարի երկիր ենք ղեկավարը, երբ որ արտասահմանցիներն են ասում են այցելեք Հայաստան, Հայաստանը թանգարանը բաց երկնքի տակ։ Գոնե ձեզ ռևանշիզմի մեջ չեն մեղադրի։ Մեզ հաստատ չեն մեղադրի, քանի որ մեր նպատակը հիմա որ Հայաստանը լինի նորմալ Հայաստան, Հայաստանը այլևս չունենա տարածքային զիջումներ, զարգանա, առաջ գնա, ունենա գյուղատնտեսություն, որը ցավոք սրտի հիմա Թուրքիայի, Իսպանիայի արդյունքում այլևս չի լինի, արդեն խոսում է իշխանությունը գյուղատնտեսությունը ինչի է պետք։ Եվ նրանց էժան ապրանքները կգան, մեր ապրանքները գյուղացիների արտադրած բարձր ինքնարժեք ունենալու դեպքում չի վաճառվի։ Այսինքն հողատարածքները կառեն արդեն խոշոր հողատերերի լատիֆունդիստները կոպիտ ասած եւ նորից այն կկրկնվի նույնը, ոնց որ մի ժամանակ, եթե կհիշեք 92 թվականի 3-ին, երբ որ բացեր սահմանը, խոշոր երջանիկ անասունների հետ ինչ կատարվեց։ Թուրքիան լրիվ տարավ թե Արմավիրի մարզից, թե հարակից մարզերից $200-250 տալով տարավ բոլորին, բոլորը տարավ։ Եվ հիմա պատակնան չի դրա համար հիմա էլ քանի որ այդ ժամանակվանից սկսած պատասխան էժան բենզինով, պարոն Ղազարյան։ Դա էլ հարցը դա ինչ որակի բենզիներ եւ Հայաստանի բերած բենզինի դա չնչին տոկոսներ կազմում եւ դա որոշակի մի սկզբնական դա էլ PR է ընտրության, նայեք ես էլ եմ կրկնում խաղաղություն հասկանալի է, բարիդրացական հարաբերություն հարևան է, բայց այս պարագայում հիմա հնարավոր չի, եթե 25 տարի նրանց ծնուցել են մանկապարտեզից դեռևս որ հայը իրենց թշնամի է, միջև այսօր ասում են հայը ձեր ամենամեծ թշնամին է։ Եվ այդ որոշակի բենզինը հիմա էլ խնդիր կա միգուցե նաև հացահատիկել կարողանան բերեն։ Միևնույն է, դա չի, քանի որ եթե էներգետիկները միացնեն իրար կամ այս ջուրը ես մոռացա ասել, նաև մի որոշ ժամանակ առաջ նախկին դեսպանը ԱՄՆ-ի ասել էր, որ պետք է Հայաստանը նաև ինտեգրվի այդ սահմանի եղած այդ էներգետիկը, այսինքն նաև ջրերով միացնել։ Իսկ գիտեք, որ Ադրբեջանի ջուրը շատ չի, ոչ էլ Թուրքիայինն է, Հայաստանինն է։ Մեր ջուրն է տանելու եւ այդ ռիչարդներն ձեռը երբ ուզենա միևնույն է փակելու են, կռանտը փակելու են, թե նավթի, թե գազի պարագայում, թե բոլոր պարագայում, քանի որ մենք այդ բլոկադալը տեսել ենք ոնց եղել ճանապարհները փակվել են եւ ոնց էր թալանվում, երբ որ ապրանքները գալիս էր միջև հասնել Հայաստան։ Դատարկ վագոններ էին գալիս տեղ հասնում։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Ես եմ շնորհակալ։